Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնհայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր օգոստոսի 9 է 2026 թվական։ Տեսնենք աշխարհում ինչ է կատարվում, Հայաստանում առանձնապես իրադարձություններ չկար, մի հատ շնորհավորանք էր Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր Սինգապուրին, դե ստանդարտ ձև է, գիտեք, բարձր են գնահատում հարաբերությունները բոլորի հետ են տպավորությունը, որ սաղ աշխարհի հետ մենք հարաբերություն ունենք, բայց ոնց որ շուռ են գալի տենում ենք, այդ հարաբերությունը մի քանի հոգու հետ է, այն է լրիվ պրոբլեմ։ Իհարկե Ամերիկայից էլ այդքան ակտիվ չեն այսօր, երևի մարդիկ են, հանգստանում են, այն հայտնի արտահայտություն կար, չէ, այսպես մի թեթև գործել մենք ենք ուզում, էլի, տենց որ հանգիստ, տենց դուռը փակեն, գնան հանգստանան։ Իհարկե դրա հետ կապված հիշում եմ երջանկահիշատակ Ֆրիդրիխ Վիլհելմ առաջինի հայտնի խոսքերը Պրուսիայի թագավոր 18-րդ դարի առաջի կեսին, որ ասում էր պատերազմը պատերազմով, բայց ճաշտն էս ժամանակացույցի։ Իհարկե նա դա ասում էր, որովհետև վերին աշճանի կարգապահություն ու պատասխանատվություն էր սիրում, անգամ այդ հարցում, բայց ում մտքով կանցներ, որ երկրի ղեկավարները կասեն վերջին հանգստի ժամն է, ես գնացի ինձ չխանգարեք։ Դե, եկել են այդ ժամանակները, հիմա տեսնենք ով չէր հանգստանում, նրանց թեմաներից խոսենք։ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալ։ Եվրամիությունը լրացուցիչ 30 միլիոն եվրո է ուղղել Ուկրաինայի էներգետիկայի աջակցության հիմնադրամին, իր ընդհանուր ներդրումն այդ հիմնադրամում հասցնելով 279 միլիոն եվրոյի։ Այս ֆինանսական գործիքի միջոցով ստացվող միջոցները մեզ օգնում են վերականգնել ռուսական հարձակումներից վնասված էներգետիկ ենթակառուցվածքները, գնել մեկ էներգետիկ ընկերությունների համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ և ապահովել հուսալի էներգամատակարարում առաջին հերթին կրիտիկական ենթակառուցվածքների համար։ Իդեպ ժամանակին ասեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որ այս էներգոհամակարգներից երևի չկա տենց օբյեկտ, որը հարվածներ կերած չլինի և վնասներ չունենա։ Դա նաև խնդիր է առաջացնում առաջիկա ձմեռվա հետ կապված։ Շմիգալն ընդգծել է, որ Եվրամիությունը մնում է Ուկրաինայի առանցքային գործընկերներից մեկը, այդ թվում էներգետիկ ոլորտում և շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին և Եվրամիությանը ուկրաինական էներգետիկային աջակցելու համար։ Իհարկե, այս ընթացքում նաև խնդիր էր բալիստիկ հրթիռների հետ կապված և հակաօդային պաշտպանության հետ կապված, որ լարվածության ֆոնին Ամերիկան հասցնի դա Իսրայելին, թե տա Ուկրաինային և Ուկրաինայի ծավալները փոքրանում էր, իհարկե նաև նոր հայտարարություն արվեց, որ Թուրքիայի միջոցով փորձում են այդ խնդիրները լուծել և հակաօդային պաշտպանության հրթիռներ տան և բալիստիկ հրթիռներ տան, այնուամենայնիվ տեսնենք, որովհետև դրա հետ կապված խիստ կարևոր է, նաև մանավանդ, որ հիմա դժվարություններ են առաջանում նաև Ուկրաինայի բալիստիկ և թևավոր հրթիռներ ստեղծելու հետ կապված, որովհետև որոշակի կոմպլեկտացիայի հարցեր առնում են ուրիշ երկրներից, եթե ժամանակին բարեխղճորեն չտան, այդ քանակությունը ապահովել դժվար է։ Այսինքն այս ընթացքում այդ դժվարությունները Ուկրաինան ունի, բայց տեսել եք 5-րդ տարին կռվում են և ցույց են տալիս իրենց վճռականությունը։ Հիմա տեսնենք Իրանի հետ կապված ինչքանով է դա շատ կարևոր մեզ համար, որովհետև բացի այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ փոխգործակցության հարցում խնդիր կունենանք, եթե Իրանի հետ հարաբերությունը չկարգավորվի, մանավանդ Իսրայելը ոչ մի պարագայում չի ցանկանում, որ խաղաղություն տիրի, Ամերիկան և Իրանը համաձայնություն կան, իսկ դա մեր տարածաշրջանում բարդ իրավիճակ է ստեղծում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Թեհրանի հրամանատարության հրամանատար բրիգադի գեներալ Հասան Հասանզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը չեն կարողացել հասնել իրենց նպատակներին Իրանի հետ դիմակայությունում։
Այսօր ԱՄՆ-ի եւ իսրայելական ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաները պատասխան չունեն հանրության մտավորականների եւ իրենց սեփական ժողովրդի առջեւ իրենց բազմակի ձախողումների համար։ ԱՄՆ եւ Իսրայելը լիովին ձախողել են Իրանի իսլամական կարգերի դեմ իրենց նպատակներին հասնելու փորձերում։ Նպատակները, որոնց ԱՄՆ-ին եւ Իսրայելին չի հաջողվել հասնել, դրանք են իսլամական կարգերի տապալումը, Իրանի զինված ուժերի թուլացումը եւ Թեհրանին իր խաղաղ միջուկային ծրագրերից հրաժարվելուն հակադրելը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ անընդհատ խոսում է, որ գնում ենք բանակցությունների այս հարցը լուծենք եւ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, բայց Իրանն էլ ասում է մեր միջուկային ծրագիրը մենք չենք քննարկելու եւ չենք դադարեցնելու։ Խնդիրը դա մեզ համար, որովհետեւ մեր հարևանն է Իրանը եւ էլի հարցեր կան, դրան կանդրադառնանք։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ չի փոխել իր քաղաքականությունը եւ չի կատարել Թեհրանի պահանջները, այսինքն հստակ ներկայացում է պահանջ։ Վաշինգտոնը պետք է ուղղի իր վարքագիծը, նախքան Իրանը կհամաձայնի բացել ռազմավարական ջրային ուղին։ Խոսքը հետևյալ 6 պայմանների մասին է, տեսեք ինչ դաժան պայմաններ։ Դադարեցնել Իրանի գերագույն առաջնորդի հասցեին հնչող սպառնալիքները, դա հեշտ է, կարող են դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Իրանի եւ նրա տարածաշրջանային դաշնակիցների դեմ ռազմական գործողություններից լիակատար եւ մշտական հրաժարում։ Այստեղ Իսրայելի հետ կապված խնդիր կա, Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի, դրա համար մի քիչ դժվար է դա պատկերացնել։ Իրանի նկատմամբ վերջին հակամարտությունների հետևանքով պատճառած վնասի փոխհատուցում։ Չեմ կարծում, որ Ամերիկան շտապում է, որ այդ պատճառած վնասը փոխհատուցի, դա ամեն դեպքում խնդիր է Միացյալ Նահանգների համար։ Իսկ դա նշանակում է, եթե մենք այս պահանջները դնում ենք, չեք կատարում, ուրեմն համաձայնության չենք եկել։ Ամերիկյան պատժամիջոցների վերացում։ Սա էլ 79 թվականի հեղափոխությունից հետո պարբերաբար այս խնդիրը Իրանը ունի Ամերիկայի հետ, եւ հիմա ուղղակի խնդիր է դնում պատժամիջոցների վերացում։ Իրանի սառեցված ակտիվների ապասառեցում եւ վերադարձ Իրանին։ Սա էլ իհարկե նախնական պայմանավորվածություն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կար, բայց դրա հետ կապված պետք է համաձայնության գային։ Բայց սա ավելի շատ Իրանը դնում է որպես նախապայման։ Եթե այս հարցերը չեք կատարի, համաձայնություն չի լինի։ Զոլղադրը հայտնել է, որ այս պահանջներն արտացոլում են իրանցի ժողովրդի կամքը, ինչի մասին վկայում են վերջին 6 օրերի ընթացքում երկրում անցկացվող զանգվածային ակցիաները։ Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը չի նահանջի այս պահանջներից ոչ պատերազմի պայմաններում, ոչ էլ բանակցությունների ընթացքում, հայտնել է Զոլղադրը։ Հիմա տեսակ, այսինքն ասել, որ մոտ են համաձայնության, Օմանի հետ դեռ ինչ-որ միտեղ Իրանն ասում է, որ կարող է համաձայնության գանք, բայց դա բացարձակ կապ չունի Ամերիկայի հետ համաձայնության գալու, որովհետև Ամերիկայի հետ բանակցում ենք միջնորդավորված, իսկ ուղիղ բանակցություններ ուղղակի տեղի չի ունենում եւ համաձայնությունից շատ հեռու ենք։ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Նիգզարդ, փոխխոսնակ ներողություն, ցանկացած երկիր, որը կօգնի ԱՄՆ-ին Իրանի վրա հարձակման հարցում, կդառնա իրանական հրթիռների թիրախ։ Այս առաջի դեպքը չի, որ Իրանը հարևաններին, ովքեր որ Ամերիկային կօգնեն, ասում է, որ նրանք կդառնան իր համար լեգիտիմ թիրախ ու իդեպ կատակ չի էլ անում։ Լավ էլ հարվածումը պատասխաններ է տալ այդ երկրներին, նաև Միացյալ Նահանգների բազաներին։ Այսինքն սա նաև մեզ համար է խնդիր, որ հանկարծ մեր մտերմությունը Միացյալ Նահանգների հետ ինչ որ միտեղ դա շատ բարձր գնահատելով ներկայացնելը, գերագնահատելով, այ տեսեք 201 միլիոներ հիմնադրամի ֆոնդը հիմա դարձավ 402, տենց է չհասկացանք, թե ինչը ավելացավ, ինչ արվելու դրա դիմաց, բայց ի վերջո այդ ամեն ինչը ոգևորված, սա նաև բես խաղաղություն ա բերում, անվտանգություն ա բերում եւ այլ, այս ոգևորված ասածը ներքին լսարանի համար լսում են նաև Իրանում եւ մտածում են, որ ընկեր, եթե դուք տենց խաղեր եք տալու Ամերիկայի հետ, դուք էլ կարող եք դառնալ լեգիտիմ թիրախ։
Այսինքն մենք պետք է հասկանանք, որ այդ կարմիր գիծը պահենք հանկարծ չհայտնվենք լարված իրավիճակում։ Իրանի ինքնիշխանության խախտումը Հորմուզի նեղուցի նկատմամբ անընդունելի է, հայտարարել է փոխխոսնակը, հիշեցնելով, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ներկայումս չեն ընթանում։ Նիգզադիի խոսքով միջազգային կազմակերպությունների բանաձևերը, որոնք ուղղված են Իսրայելի և ԱՄՆ-ի շահերի առաջ խաղացմանը, ծառայում են պատերազմի հրահրմանը, այլ ոչ թե խաղաղության խթանմանը։ Զինված ուժերը թույլ չեն տա, որ տարածաշրջանը օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար, ասել է խորհրդարանի փոխխոսնակը։ Հիմա տեսնում եք, քանի հայտարարություն է Իրանից այսօր, Ամերիկայից այսօր ձենձուն չկա, դե ասեցի երևի մարդիկ են հանգստանում են։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի վերսկսի բանակցություններ ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի դադարեցրել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի խախտումները և չի փոխհատուցել այդ խախտումներով պատճառված վնասը։ Արաղչին նշել է, որ միջնորդները շարունակում են ուղիներ որոնել բանակցությունների վերսկսման համար։ Միաժամանակ նախարարը շեշտել է, որ Իրանը հնարավորություն չի տեսնում վերադառնալու բանակցություններին, մինչև ամերիկյան կողմը չդադարեցնի հուշագրի խախտումները և չվերացնի դրանց հետևանքները։ Արաղչին ընդգծել է, որ նոր ծովային երթուղու վերաբերյալ Օմանի հետ համաձայնագիրը չի նշանակում Հորմուզի նեղուցի բացում, այն ինչի մասին խոսում էինք։ Իսկ Իսրայելը հիմա դժգոհ լինելով, անգամ այս ձեռք չբերված պայմանավորվածություններից դժգոհ լինելով, փորձում է իր պահանջներն ու պայմանները դնել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի, անկախ Վաշինգտոնի և Թեհրանի միջև որևէ համաձայնագրի առկայությունից։ Բարձր գնահատելով ԱՄՆ-ի հետ պատմական գործընկերությունը, վարչապետն ընդգծել է. «Համաձայնագրով թե առանց դրա, քանի դեռ ես վարչապետ եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա»։ Այ մարդ, այս մարդն էլ հետաքրքիր է։ Իրանը միջուկային զենք ձեռք բերելը կամ ունենալը որն է, ինչ-որ մեկից առնելու է։ Ինքը ուրանը հարստացնելու է ու դա դառնա զենք։ Ուրանը հարստացնելու այն մակարդակին չի հասել, նույնիսկ եթե հիմա գաղտնի լաբորատորիաներում աշխատի, որ այսօր Իրանը արդեն զենքը պատրաստած լինի։ Եթե ինքը գաղտնի պատրաստած լինի, Իսրայելը ոնց որ չի էլ բացահայտել գաղտնի կա թե չկա։ Ասում է, քանի ես վարչապետ եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա։ Բայց ընտրությունները Կնեսետի հոկտեմբերի 27-ին է։ Հիմա օգոստոսն է, էլի։ Այսինքն այդքան շատ չի մնացել։ Պարզ է, որ մինչև քո վարչապետության ավարտը Իրանը միջուկային զենք չի հասցնի։ Անես տպավորությունը աստված, որ թույլ չեմ տալիս, հա, քանի ես վարչապետ եմ, չի ունենա։ Իսկ հետո, որ հոկտեմբերից հետո վարչապետ չլնես։ Նեթանյահուի խոսքով վերջին շաբաթներին Իրանը հարձակվում է տարածաշրջանի տարբեր երկրների վրա, սակայն զերծ է մնում Իսրայելին հարվածելուց, քանի որ գիտակցում է սպասվելիք պատասխան հարվածի ուժգնությունը։ Դե այսպես հռետորաբանություն Դոնալդ Տրամփն էլ ունի, ինչպես տեսնում եք Իրանը առանձնապես դրանից չի հուզվում։ Հիմա եթե Իսրայելը չի հարվածում Իրանին, պատասխան հարվածել չի ստանում։ Հիմա ասում տեսնում եք մեզ ինչի չի խփում, բայց Իրանն ասել էր, որ մենք չենք պատրաստվում խփենք, եթե մեզ չեն խփելու, կխփեն, պատասխան կստանան։ Ու դա միայն Իսրայելին չի վերաբերվում, նաև այն արաբական նավթային երկրներին, որոնց բազաները օգտագործվում են Իրանին հարված հասցնելու համար։ Այսինքն սա ներկայացնել, որ Իրանը վախենում է Իսրայելին դրա համար չի հարվածում, բայց Իսրայելը ինչի չի հարվածում Իրանին։ Դե պետք է հարվածի, որ պատասխան ստանա, տեսնենք ով է ումից վախենում կամ ինչա իրականում տեղի ունենում։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ այս հռետորաբանությունը, որը ունի Բենյամին Նեթանյահուն, այսինքն սա խնդիր է նաև մեզ համար, որովհետև մենք անընդհատ ցանկանում ենք լավ հարաբերություն ունենալ Իրանի հետ, բայց միշտ կախված է մեր այդ հարաբերությունները չափը չանցնելու հարցում, որ հանկարծ այնպես չլինի, որ Իրանը, որը որ այո, Ամերիկայի
տարամաչափի պետություն չի, բայց գոնե Հայաստանին կարող է ասի, որ մի հարաբերությունը խորացնի, դա իմ կենսական շահերի տարածքն է։ Մենք դե հարցում բավական զգուշ ենք, ներողություն։ Առավել ևս տարածաշրջանում էականորեն բան է փոխվում եւ հնարավոր չի դա չնկատել, իհարկե ես դրան անդրադարձա այս 2 օրը, բայց դա այն թեման չի էլի, որ մի հատ անդրադառնալով ավարտվի, մանավանդ այսօր թեման շարունակում է Թուրքիայի արտգործնախարարը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիայի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի միջև կնքված պաշտպանական համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ պաշտպանության մեխանիզմ, որը նման է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին, այսինքն հարձակվելով պետություններից մեկի վրա, նշանակում է հարձակվում ես կառույցի վրա։ Միավորման շրջանակում նախատեսվում է ստեղծել նախարարների կոմիտե ՆԱՏՕ-ում գործողի նմանությամբ, ինչպես նաև գլխավոր քարտուղարություն, որը կտեղակայվի Սաուդյան Արաբիայում։ Ֆիդանի խոսքով հեռանկարում համաձայնագրին կարող է միանալ նաև Եգիպտոսը, դրա համար անհրաժեշտ է կարգավորել մի շարք տեխնիկական հարցեր։ Հիմա նորից անդրադառնանք այս հարցին։ Այն որ ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի կառուցվածքը պետք է ունենա, պատահական չի, որ մարդիկ անունը դրել են որպես իսլամական ՆԱՏՕ, այս կառույցը, որը վերաբերվում է Սաուդյան Արաբիա, Թուրքիա եւ Պակիստան։ Ինչով է սա խնդիր, նաև տարածաշրջանում դա իրավիճակ է փոխում։ Հիմա պատկերացնենք, ենթադրենք Իրանը հարված է հասցնում Սաուդյան Արաբիային կամ Պակիստանին։ Վերջերս եղավ, չէ, Պակիստանը Իրանին հարվածի, Իրանը Պակիստանին հարվածի, հիշում եք։ Կարող է նման բան լինել։ Կարող է Սաուդյան Արաբիայի տարածքն օգտագործվի Իրանին հարվածելու, կամ Իրանը պատասխան հարված հասցնի եւ այդ երկրները ասեն, որ 5-րդ կետի համաձայն, դե իրանց մոտ 5-րդ կետ չի լինի, այսինքն իրանք արդեն ընդունել են այդ հուշագիրը, հարձակվելով մեկի վրա, հարձակում են այդ ամբողջ համաձայնագրի անդամ պետությունների վրա, դրամա էլ 5-րդ հոդվածին նմանեցնում են։ Այսինքն սա նշանակում է, որ Իրան, եթե դու որևէ քայլ կանես 3-ից որևէ մեկի դեմ, դու կատարում ես բոլորի դեմ, իսկ դա նշանակում է կստանաս պատասխան։ Հիմա հարց։ Հայաստանում շատ-շատերը հենց ակլորացած ասում են, մենք պետք է հույսներս մեր վրա դնենք, ինչ կոլեկտիվ անվտանգություն, այդ ինչ վախկոտություն է, մենք պետք է ուժեղանանք, մենք պետք է էս անենք, մենք պետք է այն անենք։ Շատ ենք օրինակ բերել, այդ որ ուզում եք ուժեղանալ կարող է, հանկարծ մտածում եք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ մի շարք այլ երկրներ այնքան թույլ են, որ հավաքվել են կոլեկտիվ անվտանգության դրոշի ներքո, որպեսզի միասնական պայքարեն վտանգների դեմ։ Այսինքն իրանք չէին կարող ասել հույսներս պետք է մեր վրա դնենք եւ անգամ Ֆրանսիան, որը ՆԱՏՕ-ի անդամ էր, դուրս եկավ մի մոմենտ, հետո ասեց ռազմական կոմպոնենտից հրաժարվում եմ քաղաքական, հետո եւ ամբողջությամբ վերական Ֆրանսիայի պես պետությունը հասկացավ, որ միայնակ գործելը արդյունավետ չէ։ Հիմա մեզ անդադար ասում են ինչ եք կպել կոլեկտիվ անվտանգությունից, ինչ եք կպել, մեզ դա պետք չի։ Լավ, ՆԱՏՕ-ն դուրները չէր գալի, ասում ենք ավելի ճկուն անվտանգային համակարգ հիմա Ուկրաինայի շուրջ է, ավելին քան ՆԱՏՕ, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ պետություններն են դրանց մեջ գումարած երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Իսկ հիմա տեսնում եք, մեր քթի տակ ստեղծում են իսլամական ՆԱՏՕ։ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Թուրքիան եւ բացի այդ էլ երեք էլ նշեցինք, որ Սունի ուղղվածության պետություններ են Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը։ Առաջի պաշտոնավարման ժամանակ Դոնալդ Տրամփը ցանկացավ, որպեսի մի քիչ քիթը տրորի Թուրքիայի կամակորությունները դուրը չէր գալիս, ինքը գնաց Սաուդյան Արաբիա հանդիպեց, հիշում եք հայտնի են թուրը ձեռը պարում էր եւ բացատրում էր, որ Մեքքա Մեդինան հոգևոր կենտրոնները ձեր մոտ ինչի պետք է
դուք էլ սունի ուղղվածության պետություն եք Սաուդյան Արաբիան, Ամերիկան է ձեր թիկունքին կանգնած։ Ինչ ա ուզում Թուրքիան ցույց տա, որ ինքն է սունիների համար լիդեր, ինքն է ուզում այդ լիդերությունը ստանձնի։ Ձեզ ինչ ա եղել, որ դուք էլ չստանձնեք։ Այսինքն այդ հարցում Դոնալդ Տրամպը ցանկանում էր, որպեսզի Սաուդյան Արաբիան դառնա այդ կենտրոնը։ Իհարկե երկրորդ պաշտոնավար ընթացքում ինքը Թուրքիայի հետ է սկսեց հարաբերությունները լավացնել, անգամ Սիրիա մտնելը գոհունակությամբ ընդունել եւ մանավանդ ասել, տեսեք ինչ արեց։ Բայց դա չի խնդիրը։ Ինչու առաջացավ այս իսլամական ՆԱՏՕ-ն, որովհետեւ մարդիկ չեն վստահում Ամերիկայի ներկայացվածության արդյունավետությանը, իսկ դա հեչ էլ լավ չի։ Սաուդյան Արաբիան, որ լավ էլ դաշնակիցն է Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի երկրորդ պաշտոնավարման առաջի այցելությունը գնաց նավթային արաբական երկրներ եւ ցանկանում էր, որ նրանք Ամերիկայում ներդրում կատարեն, ինքը նրանց հետ սերտ համագործակցի եւ այլ եւ այլ։ Եթե նրանք գոհ մնան Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցությունից, նրանց ինչին է պետք, որ ստեղծեն իսլամական ՆԱՏՕ, որովհետև դրա մեջ մտնում է նաև Պակիստան, որը միջուկային տերություն է, Սաուդյան Արաբիա, որը շատ հզոր նավթային տերություն է, եւ Թուրքիա, որի աշխարհագրական դիրքը նայում եք եւ ՆԱՏՕ-ի անդամ է։ Եվ մեկ է շատ պատահաբար դրա մեջ ցանկանում է հայտնվի Եգիպտոսը։ Ու պատահաբար հիշում ենք, որ Եգիպտոսում էլ 90%-ը սունիներ են։ Այս ինչ է ժողովուրդ ջան։ Այսինքն կրոնական նեղ ուղղվածությամբ ռազմավարական գործընկերություն, դուք վտանգ չեք տեսնում դրա մեջ։ Այն դեպքում, երբ որ Եգիպտոսը առաջի արաբական պետությունն էր, որը արաբական պետությունների դաշնակցային հարաբերություններին դեմ գնալով Իսրայելի հետ համագործակցության հուշագիր ստորագրեց։ Այսինքն արդեն Եգիպտոսն էլ, որ ավանդական բարեկամն է Միացյալ Նահանգների, Եգիպտոսն էլ է, արդեն մտածում, որ իր անվտանգությունը այդքան էլ վստահելու չի Միացյալ Նահանգներին, բերեք մեր սունի աղբերությամբ հավաքվենք եւ մեր հարցերը լուծենք։ Մեկը նավթ ունի հզոր, մեկը միջուկային տերություն է, մեկն է Թուրքիան է, այս տարածաշրջանում ամենահզոր բանակը։ Մեկ էլ հիմա էլ Եգիպտոսը։ Եգիպտոսը խորհրդային միության լավ դաշնակիցն էր Գամալ Աբդել Նասերի ժամանակ եւ ցանկանում էին իրանք լավ էլ հարձակվեն 6-օրյա պատերազմ 67 թվականին Իսրայելի վրա, դաշինքը կազմեցին, հարձակվեցին եւ ավելի ճիշտ չհասցրեցին հարձակվեն, Իսրայելը նախահարձակ եղավ եւ 6 օրվա մեջ հաղթեց եւ Եգիպտոսից էլ վերցրեց Սինայա թերակղզու վրա վերահսկողությունը, Գոլանի բարձունքները վերցրեց Սիրիայից, այնտեղ սեկտոր Գազա, Արևելյան Երուսաղեմ, Հորդանան գետի արևմտյան ափ եւ այլ եւ այլ։ Բայց դրանից հետո Գամալ Աբդել Նասերից հետո եկավ Անվար Սադաթը եւ նա մտածում էր, որ գոնե 73 թվականի պատերազմի ժամանակ, Յոմ Կիպուրի պատերազմի, երբ որ իրանք հանկարծակի կհարձակվեն Իսրայելի վրա, Եգիպտոսը եւ Սիրիան կկարողանան հետ բերեն իրենց կորցրածը եւ պատերազմը հոկտեմբերի 6-ից 23-ը տեղի ունեցավ, հանկարծակի իսկապես եկավ Իսրայելը, այնպես չի որ հետախուզությունը տվյալներ չէր հաղորդում, որ նրանք պատրաստում են հարձակվել, բայց ասեց, եթե մի հատ էլ մենք նախահարձակելնենք, ամբողջ աշխարհը մեղադրելու է, թե ինչ է ուզում այս արաբներից։ Նրանք էլ մի քանի կեղծ քայլեր արեցին, որ իբր թե հարձակվում են, հետո չհարձակվեցին, հարձակում են, չհարձակվեցին, ի վերջո արդյունքում հարձակվեցին եւ հանկարծակի բերեցին Իսրայելին, նա էլ բավական զոհեր տվեց, Իսրայելի պարագայում մոտ 3000-ը դա բավական լուրջ ու ծանր թիվ է, եւ դա բացի այդ կեղծ բաները ստեղծելով հարձակման, բացի դրանից ընտրեցին հոգեվոր կրոնական օր Յոմ Կիպուրը հայեր դատաստանի եւ այդ օրը օգտագործեն, որ մարդիկ էլ մի քիչ զգոնությունը բթացած լինի։ Իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների գործունեությամբ Իսրայելը շարունակեց արդեն հակահարձակման անցավ, հետո վերջը դա դադարեցրեց
խորհրդային միության միջամտությամբ, դա շատ խոսել ենք, դա չի հարցը, բայց ի վերջո Եգիպտոսը հասկացավ, որ խորհրդային միությունը այդպես էլ իրան չի օգնելու իր տարածքները վերականգնելու, այնքան էլ լավ ընկեր չի եւ հասկացան, որ այո, պետքա Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորեն։ Իհարկե այդ ժամանակ նաեւ Հենրի Քիսինջերը շատ լուրջ դերակատարություն ուներ, նրա մաքոքային դիվանագիտությունը, բայց այնպես ստացվեց, որ Հենրի Քիսինջերի արածից հետո տրամաբանորեն դա շարունակվեց նաեւ արդեն դե Հենրի Քիսինջերը Նիքսոնի ժամանակ էր հետո Ջերալդ Ֆորդի, երբ որ Նիքսոնը հրաժարական տվեց, բայց երբ որ եկավ ԱՄՆ 39-րդ նախագահը Ջիմի Քարտերի օրոք այդ ժամանակ էլ անվտանգության խորհրդականը նախագահի արդեն Զբիգնև Բժեժինսկին էր, որը շատ լուրջ դերակատարություն ունեցավ եւ 78 թվականին Եգիպտոսը Քեյմփ Դեվիդում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ռեզիդենցիայում ստորագրեցին երկու համաձայնագիր, որ Իսրայելի հետ կան համաձայնության։ Իսրայելը այնքան գոհ մնաց դրանից, որ Սինայի թերակղզու վերահսկողությունը վերադարձրեց, որ հազիվ խաղաղություն կլինի ամենաառանցքային խաղացողի հետ, մենք խաղաղության համաձայնագրեր ենք կնքում։ Իհարկե հաջորդ տարի արդեն դա կնքվեց Վաշինգտոնում, խաղաղության արդեն պայմանագիրը, բայց դա այնքան կարևորվեց, որ խաղաղության Նոբելյան մրցանակ տրվեց եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Բեգինին տրվեց եւ մեկ էլ բանին Անվար Սադաթին Մենահեմ Բեգինին, ես էլ ասում եմ ինչա եւ բացի դրանից Նոբելյան մրցանակ տրվեց նաեւ 21 տարի պաշտոնաթողությունից հետո Ջիմի Քարտերին էլի Քեյմփ Դեվիդի համաձայնագրերի համար։ Արաբական երկրները երես թեքեցին, Եգիպտոսին հանեցին, անգամ արաբական պետությունների լիգայից, որը ստեղծվել է 1945 թվականի մարտի 22-ին եւ կենտրոնակայանը Կահիրեում էր։ Այսինքն իրանք նույնիսկ ըտեղից ասեցին, որ վերջ կասեցնում ենք եւ կենտրոնակայանը տարան Թունիս եւ կասեցեցին այդ աշճանի դժգոհեցին այդ առաջի քայլը, որը շատ լուրջ գնահատվեց, այս ինչ է Ամերիկայի կողմ թեքվել Իսրայելի հետ հարաբերությունը լավացնում էս եւ դա նույնիսկ պատճառ դարձավ, որ Անվար Սադաթին 81 թվականին սպանեցին շքերթի ժամանակ, ինչու համար ես այս ամեն ինչը ասում եմ, այսպիսի ծանր գնով հետագայում իհարկե կենտրոնակայանը վերադարձրեցին Կահիրե եւ մեկ էլ անդամակցությունը սառեցած վերականգնեցին արաբական պետությունների լիգայում, բայց սա ինչի մասին է խոսքը, որ առաջինը այդ համարձակ քայլը Եգիպտոսը արեց եւ իրան մեկուսացրեցին, Եգիպտոսը դարձավ թիվ 1 բարեկամը, հետո Հորդանանը հաջորդը եղավ արդեն, բայց այդքանից հետո Սաուդյան Արաբիայի հետ բանակցում էր դեռ Ջո Բայդենը, որ կարողանար համաձայնության գալ, էլ Համասը, որ հարձակվեց, իրավիճակը փոխվեց մի քիչ, շատ էր չարչարվում, որ դա աներ, հիմա դուք տեսնում եք, ինչ առաջացավ, անգամ Եգիպտոսը, Ամերիկայի թիվ 1 դաշնակիցը արաբական երկրների մեջ, առաջինը, որ բոլորին դեմ դուրս եկավ եւ այդ քայլին գնաց, այսօր այդ երկիրը պատրաստվում է սունիների ՆԱՏՕ-ին միանալ, չասենք էլ իսլամական, որովհետև 4-ն էլ սունի պետություն են։ Իսկ եթե մենք նայում ենք, որ Իրանն է շիա ուղղվածության է, չեմ կարծում, որ կրոնական հակասությունն է պատճառը լինելու, որ կրոնական բախումը լինի սունիների ու շիաների միջև, բայց այնուամենայնիվ ուզում եմ, որ մենք ուշադրություն դարձնենք, որ այս հարցում մեզ համար կա լուրջ վտանգ, որովհետև անհասկանալի է մեր շուրջ պայմանավորվածություններ են գալի Հունաստանը, Կիպրոսը, Իսրայելը, Ֆրանսիան ասում է ես դες ում դեմ են իրանք դա անում, այս մյուս կողմը տեսնում եք Թուրքիան, այս ինչ խնդիրներն է նայում, ում դեմ են իրանք դա անում, եւ մենք այդ պարագայում ուղղակի մտածում ենք, որ մեր ամենամեծ խնդիրը երկրի ներսում որոշենք
ով ում բարեկամը ինչ անում, ինչի ատեղ աշխատում, ինչ անում եւ այլ, բանախկիները սենց, մյուսը, պատկերացրեք ինչ աշճանի ոչ ադեկվատություն ստեղծված իրավիճակին, ամբողջ աշխարհը թնդում է, քննարկում է, այս ստեղծվածը, որ 3 պետություններ միացել են, Հայաստանի ծտուն ուղակի գոյություն չունի, ոչ նրա ուղղությամբ ինչ է անում Հունաստանը, ում դեմ է անում, ոչ սրա ուղղությամբ, թե որ սրանք սենց համախմբվեցին, ինչ են անելու, մեզ թե բա ինչի մասին է խոսքը, իհարկե մեր օրակարգը բնական է ներսինն է, որ Ադրբեջանի պահանջով սահմանադրություն փոխել եւ դա վերագրել իբր թե մենք էինք ուզում անել եւ հերթական անգամ ուզում եմ ասեմ ես դեմ եմ այդ սահմանադրությունը փոխելուն ոչ թե որ սահմանադրությունը փոխելու կարիք չկա սահմանադրությունը փոխելու կարիք կա անգամ ես ասել եմ իմ պատկերացրած կառավարման համակարգի մասին խոսել եմ բայց ես սահմանադրությունը փոխելուն դեմ եմ եղել եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ու ոչ թե այն ժամանակ էլ սահմանադրությունը փոխելու կարիք չկար, կար, բայց ոչ թե ինքը փոխեր իր հակով։ Եվ դեմ եմ եղել Սերժ Սարգսյանի ժամանակ, որ փոխում էր ու նորից սահմանադրությունը փոխելու կարիք կար, բայց ինքը պետք է չփոխեր եւ որպեսի իր վերարտադրությունը ապահովեր։ Հիմա ինչ ճաճանչափայլ մտքերով էին արդարացնում այդ սահմանադրության փոփոխությունը, որն էլ նույնը հիմա անում է Նիկոլ Փաշինյանը, որ դա մեր օրակարգում է, բայց մենք գիտենք նպատակը որն է Ադրբեջանի պահանջը կատարելը վերջ սա է այսինքն էսա իր հակով սահմանադրությունը լինի որը նաև եթե Ադրբեջանի հակով է ուրեմն նաև Փաշինյանի հակով է ինչու այդքան է ես ասացի որտեվ իրանց համար օրակարգային թիվ 1 խնդիրը նաև մնացել է դա որտեվ այն կողմից ճնշում են ասում են մինչև չփոխեք խաղաղություն չի լինի եւ հասկանանք որ այս նույն իրավիճակը մենք արդեն դրանով անցել ենք ոնց որ սենց արդեն այն դեժավյու որ ասում են երևի դա է Էսա 2014 թվական օգոստոսի Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները հարված են մեր անվտանգությանը Այս օրերի սահմանային լարված իրավիճակի պարագայում մարդիկ զարմացած հարց են տալիս թե ուր է Սերժ Սարգսյանը ու իրենք էլ տարբեր գուշակություններ անում ճիշտ է նրանից առանձնապես սպասելիք չկա բայց ամեն դեպքում Իրականում պարզվում է որ գործող նախագահը տարածված լուրերի համաձայն լուրջ գործի վրա է Նա իր թիմակիցների հետ թաքուն քննարկումներ է անցկացնում, որ հանձնարարականներ տալիս, որպեսզի այս լարված իրավիճակի առիթն օգտագործելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը նոր փաթեթավորմամբ ներկայացվի, քանի որ նախորդն իրեն ակնհայտորեն չէր արդարացնում։ Լավ բարդ է հասկանալ, որ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնախմբին չի հաջողվելու առաջնահերթ նպատակ հռչակելով դատական իշխանությունը գործադիրի կախվածությունից հանելը, դրա անվան տակ Սարգսյանի վերարտադրության համար տակից անհրաժեշտ կետերը սղղացնել անցկացնելը։ Հիմա վերջ այդ Սահմանադրությունը փոխեցին, որպեսզի դատական իշխանությունը գործադիրից տարանջատեն։ Նիկոլ Փաշինյանը այդ սահմանադրությունով է, չէ, Սերժ Սարգսյանի կոստյումը հագել է։ Այս սահմանադրությունը չի, որ դատական իշխանության մարդկանց ասում է, ով կարա իմ ասածը չանի։ Այս սահմանադրությունը չի, որ դատարանների դեմը մարդկանց ուղարկում է դռները փակում է։ Այս սահմանադրությունը չի, որը մեզ ժամանակին համոզում էին դուք դեմ եք, որ դատական իշխանությունը տարանջատվի գործադիրից։ Չէինք հավատում, որ դու դրա համար ես անում կամ դա իրականում տեղի է ունենալու։ Այդ նույն դատական իշխանությունը չի, որ սահմանադրությամբ ստեղծված մարմնին, Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարին SMS-ով տուն են ուղարկում։ Այս նույն սահմանադրությունը չէր, որ այն ժամանակ մեզ ներկայացնում են, թե ինչ կարևոր հարցեր ենք լուծելու։ Հիմա էլ Փաշինյանն է ասում, չէ, կարևոր բաներ ենք անում, ժողովուրդ ջան, բա դուք կարծում եք մենակ Ալիևի պահանջի համար ենք անում, չէ, մենք այդ նույն կարևորը տեսանք, Սերժ Սարգսյանն էլ որ անում էր, արդյունքում ինչ դուրս եկավ։ Մեզ ուզում են համոզել, որ ամեն ինչ արվում է մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատարանների ստեղծման եւ իշխանության ապակենտրոնացման համար։ Իսկ դա հուշում է, որ սահմանադրական փոփոխություններն արվում են ճիշտ հակառակ նպատակին հասնելու համար։
Ինչպես տեսնում եք, այդ հակառակ նպատակին հասան, որտեղ այդ սահմանադրությունն էր, որ թույլ է տալիս այսօր Փաշինյանը միանձնյա իշխանություն ունենա երկրում։ Լավ գործին տեղյակները հրաշալի գիտեն սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը, իսկ շարքային մահկանացուներն էլ ձեր այս աղիողոր ու քրտնաջան դռնեդուռ ընկած քարոզից են հասկանում, որ այնինչ արվում է ժողովրդի համար չի արվում, այլ քարոզիչների ու նրանց տիրոջ։ Չեք հասկանում, որ անօգուտ ու անիմաստ գործով եք զբաղված։ Սահմանադրական հանձնախումբ է ստեղծված, իրանք ինչ-որ բան են գրել, ընկել են դռները մարդկանց համոզում, թե լավ բան են գրել։ Եթե դուք մասնագիտական հանձնախումբ եք, ձեզ հանձնարարված է սահմանադրության նախագիծ պատրաստել, ձեր ինչ պարտականությունն է, որ ընկնեք քուչեքը մարդկանց համոզել, որ դու լավ բան եք գրել, որովհետև դա ձեզ պահանջում էր Սերժ Սարգսյանը, խայտառակ էր անում, դիմազրկում էր ձեզ դրանով։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարքագծին, ապա եթե սահմանադրական փոփոխությունները պարտադրվեն, այն ոչ պակաս դիվերսիոն բնույթ կկրի, որքան սահմանը խախտելու փորձանող դիվերսանտների վարքագիծը։ Տարբերությունն այն է, որ ադրբեջանցի դիվերսանտին կարելի է շարքից անել ու հարցը լուծել, բայց ախր մեր երկրի ներսում ցնցումներ ու արյունահոսություն չի կարելի թույլ տալ, հետևաբար չի կարելի նաև քաղաքական ուժերի պետականամետ գիտակցությունը շահագործել ու կրակի հետ խաղալ։ Այո, պետք է գնալ այն ճանապարհով, որ Սերժ Սարգսյանին տուն ուղարկել, բայց այդ ժամանակ հայտնվեց Նիկոլ Փաշինյանը, որը ասեց դա կեղծորակարգ է, Սերժ Սարգսյանը լավ անում, որ այդ սահմանադրությունը փոխում է, այս ընդդիմադիրներին ինքը ընդդիմություն է, հիշում եք այդ ամբողջ պատմությունը, որտեղ ի վերջո այդ սահմանադրությունն էլ իրան է հիմա ծառայում եւ ինքն էլ շատ լավ ծառայելով Սերժ Սարգսյանին ընդդեմ ընդդիմության, արդյունքում ելքդաշինքը ստեղծվեց եւ Սերժ Սարգսյանն ունեցավ խորհրդարանում իր ընդդիմությունը։ Այնպես որ այդ ամեն ինչը մենք գիտենք, բայց այդ ամեն ինչը եկել է այս ժամանակներից։ Ուղղակի մի կարճ էլ նաեւ հիշեցնեմ, որ երբ որ ասում ենք օգոստոսի 9, նաեւ սա պատմականորեն հարց է, որը մեզ հուշում է, որ օգոստոսի 6-ին Հիրոսիմայի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգները գցեց ատոմային ռումբը, օգոստոսի 9-ին գցեց Նագասակիի վրա։ Բայց մենակ դա չի, որ ուզում եմ հիշեցնել 1945 թվականի մասին է խոսքը, բայց երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված ձեռք էր բերվել պայմանավորվածություն 1945 թվականի Յալտայի կոնֆերանսով փետրվարի 4-ից 11-ը եւ այդ որոշումը կայացվեց վերջի օրը մեծ եռյակի հանդիպման ժամանակ, որ Գերմանիային հաղթելուց հետո ամենաուշը 3 ամիս հետո խորհրդային միությունը պետք է պատերազմի մեջ մտնի Ճապոնիայի դեմ, պայմանով որ այո Իրան նաև հնարավորություն կտան վերականգնել հարավային Սախալինը, որը կորցրել էր ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ, եւ Կուրիլյան այն 4 կղզիները՝ Շիկոտանը, Կունաշիրը, Իդուրուպը եւ Խաբոմայը։ Ինչու համար սա հիշեցի, եթե Պոտսդամի կոնֆերանսով այնուամենայնիվ վերահաստատվեց, որը տեղի ունեցել հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը, ապա դա ընդհանրապես հիշատակվեց, որ Յալտայի կոնֆերանսում ա եղել, որովհետև օգոստոսի 2-ին վերջացել է, մի շաբաթ հետո արդեն պատերազմի մեջ է։ Պարզը արդեն նախապես է այսօր տեղափոխել, պայմանով որ սպասում են ուլտիմատումը Ճապոնիան կընդունի թե չէ, քանի որ չընդունեց, խորհրդային միությունը մտավ պատերազմի մեջ։ Ինչով էր սա նաև կարևոր, ընդհանրապես ինքը կռվել է Ճապոնիայի տարածքից դուրս, կռվել է հարավային Սախալինի հետ կապված, կռվել է Կուրիլյան կղզիների հետ կապված, Չինաստանի տարածքում, Հյուսիսային Կորեա, այդ մասին էլի ենք խոսել, արդյունքում ինքը 3 ամիս հետո որ մտավ, 5 օր ընդհանրապես տևել եւ 14-ին օգոստոսի կապիտուլյացիայի ակտը հայտարարել է կայսրը Խիրոխիտոն։ Եվ բայց այդ 5 օրվա պատերազմի համար խորհրդային միությունը պահանջում էր, որ մտնի Հոկայդո կղզին վերցնի։ Այո, նաև ինչ որ միտեղ այդ միջուկային ռումբը գցելը Միացյալ Նահանգները դաս էր տալի խորհրդային միությանը, որ զսպեր խորհրդային միությանը։ Իհարկե խաղաղ բնակչության վրա միջուկային ռումբ գցելը ընդհանրապես չի արդարացում եւ դրա համար բարբերաբար հիշում ենք, թե ինչ է կատարվել, բայց նաև հիշում ենք, որ պակաս հարվածներ Ճապոնիային Ամերիկան չէր հարվածում նաև այլ քաղաքների,
69 հարված էր քաղաքների, որից 67-ը ոչ միջուկային զենքով, էլի, եւ ոչ պակաս ավերածություններ են եղել, այլ թվում մայրաքաղաք Տոկիոյին։ Ինչի համար եմ սա ասում, որ խորհրդային միությանը զսպելու հարցը դա խնդիր է մինչև այսօր, որ խորհրդային միության տեղը եկավ Ռուսաստանը ու շտումիտքը ինչ-որ բան գրավելն է։ Այդ պետությունը այդպես էլ չհասկացավ, որ պետքա իր ունեցածը վայելի, իսկ իր ունեցածը աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է, եթե չասենք ամենահարուստը, իսկ տարածքով 17.2 միլիոն քառակուսի կիլոմետր ամենամեծ տարածք ունեցող պետությունն է եւ անընդհատ հրահրել պատերազմ, շատ շատերը Ռուսաստանից վախենում էին այն խորհրդային միության այդ շորշոփով, ինչպես ժողովուրդն ասում է, այնուամենայնիվ Ռուսաստանը շատ ուժեղ է, այդ Ռուսաստանի այդ վախը, որ կա, ավելի լավ է իր հետ գործ չունենանք, Ռուսաստանը այդ վախով կարող էր հանգիստ իր երկրում ապրեր եւ շատ հանգիստ վայելեր, Եվրոպայի հետ համագործակցեր, Եվրոպայի հետ ինքը դաշնակից էր, մեծ յոթնյակը դարձավ մեծութնյակ Ռուսաստանի խաթեր, ՆԱՏՕ գումարած Ռուսաստան ձևաչափը կար, Ռուսաստանն էլ ասում էր մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունն է, առաջինը Եվրամիություն, երկրորդը Ամերիկա, նոր երրորդը ԱՊՀ։ Սա էր իր պատկերացումը եվրոպական պետություն որպես Ռուսաստանը դիտարկեն։ Եվ այս ամեն ինչը մի կողմ դրվեց մի բանի համար, որ ինքը մտավ ղրիմ։ Այսինքն այս մարդիկ առանց պատերազմ չեն կարող։ Հիմա էլ պատերազմը դադարեցնեն։ Ինչ են անելու։ Իրանց հաշվարկով ամենահամեստ, նույնիսկ եթե մի քիչ շատ էլ տարածել են, 700,000 մարդ վարձկան, փողի համը տեսած ու արյան համը տեսած, հետ են գալու ինչ անեն։ Իրանք ասում են, որ երկիրը դրել ենք տնտեսությունը ռազմական ռելսերի վրա։ Ինչ անեն։ Մենք որպես պետություն այդ երկրի հետ գործընկերությունը, այդ վտանգները, որի մեջ մենք հայտնվում ենք, իր բազան գտնվում է այստեղ։ Մենք չենք հասկանում դա ումից է պաշտպանում, մենք հաստատ գիտենք ոչ մեկից չի պաշտպանում։ Մեր մոտ իրավիճակը օրակարգա փոխվում մեր շուրջ, արևմուտքն էլ է փոխում, արևելքն էլ է փոխում։ Ասես մեր պետքը չի։ Դժգոհ ենք հապկից, քայլ չենք անում, դժգոհ ենք ռուսական բազայից, քայլ չենք անում, բայց ինչպես տեսնում եք, բոլորն էլ լավ էլ քայլ են անում։ ՆԱՏՕ-ի անդամ չի կարողանում դառնալ Ուկրաինան, ՆԱՏՕ-ից ոչ պակաս կարևոր կամավորների խումբ են ստեղծում, որպեսզի անվտանգություն պահեն։ Այսինքն բոլորը զբաղված են այդ խնդիրներով, բոլորը մտածում են ճկուն անվտանգային համակարգերում լինելու մասին, մենք այդ օրակարգում բացարձակ չկանք։ Նույնիսկ եթե դժգոհ ենք իրանց համագործակցությունից, միևնույն է մենք ոչինչ չենք անում։ Այսինքն սա ինչի մասին է խոսքը։ Եվ մեկ էլ անցնում է տարիներ, Նիկոլ Փաշինյանը կանգնում ասում է, բա գիտեք ժողովուրդ ջան, աչքալուսանք եմ ուզում տամ, մենք փակուղում էինք։ Բայց այդ ժամանակ, որ փակուղում էիք, չէիք ուզում լսեք մարդկանց, ովքեր այդ վտանգները տեսնում էին ու այդ մասին խոսում էին։ Այսա նշանակում ավելի շատ է այդ ամբողջ խնդիրները մեր առաջ կարևորվում, որ մենք կարողանանք այդ հարցին մշտապես պահենք մեր ուշադրության կենտրոնում։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։